Փոքրիկ Ալեքսը սկսել է խոսել, ավելին մեղմվել են մանկական ուղեղային կաթվածի հետևանքները, փոխվել է երեխայի եւ նրա ընտանիքի կյանքի որակը։ 3.5 տարեկան Ալեքսը 1 ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը 3 բառ, չուներ ուշադրության կենտրոնացում եւ խաղալու ցանկություն։ Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաեւ շրջապատի եւ երևույթների ընկալման հարցում։ Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները եւ համբերատար է դարձել ուշադրության կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ։ Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաև ընտանիքի հոգեվիճակի փոփոխությանը։ Հենց առաջին ամիսներից այդ աճը զգացում էր իր մոտ։ Խոսքը ավելացավ, վարքը արդեն փոխվել էր լրիվ։ Ալեքսի հաջողության պատմությունը Viva Artissimo համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն է։ Ոսկեփորիկ զարգացման կենտրոնի մասնագետները նշում են, նման արդյունքի են հասել անվճար հիմունքներով կազմակերպված 7-ամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ։ Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետևողականությունը կարևոր են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ խնդիր է այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են մասնագիտական զարգացման կենտրոններից օգտվելու երբեմն անհնարինության պատճառով։ Մեր շահառու բալիկների հաջողությունը իրականում կապված է թե ծնողների իհարկե ներգրավվածությունից, թե մասնագիտական ընթացքից, բայց ամենակարևոր բանը դա մշտական հասանելի վերականգնողական թերապիաներն են։ Եվ այո, այսօր մենք վստահությամբ ասում ենք, որ Viva Armenia-ի շնորհիվ մենք այդ հնարավորությունը ունենք։ Viva-ի աջակցությամբ ոսկեփորիկ զարգացման կենտրոնների մասնագետները Վայոց ձորում եւ Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում։ Տարեկան կտրվածքով լիարժեք սպասարկվում է 200 երեխա։ Աշխատանքի մեթոդաբանությունը, հետևողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք։ Կիրառվում է ծնող երեխա մասնագետ շղթան ապահովող մոդելը։ Գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման ճիշտ մոտեցում։ Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը եւս այդ մոդելի կիրառման օրինակներից է։ Եղեգնաձորի ոսկեփորիկի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության հետևանքով վարքային եւ սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել։ Մենք շատ աշխատանքներ ենք անում եւ Կարինայի այս առաջընթացը, ինչը որ մենք ձեռք ենք բերել, դա ոչ թե միայն իր հաջողությունն է, դա նաեւ կենտրոնի հաջողությունն է։ Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալն է։ Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց եւ ինտեգրվել է միջավայրին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։